Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձություններն իսկապես լարված են, իսկ հեռուստասերիալն այս պահին համարվում է ամենառեյթինգային նախագծերից մեկը։ Յուրաքանչյուր օր բազմահազարանոց հետևորդներ ու հեռուստադիտողներ ուղղակի անհամբերությամբ սպասում են հաջորդ սերիայի զարգացումներին։ Թե ինչ է սպասվում հեռուստասերիալում և ինչպես են անցկացվում նկարահանումները, կարող եք դիտել հենց հիմա մեր կողմից պատրաստված տեսանյութում, բայց մինչ այդ չմոռանաք գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Նշենք, որ հեռուստասերիալի հետագա զարգացումները հետաքրքիր են, իսկ հեռուստադիտողներին անակնկալներ են սպասվում։ Հեռուստադիտողները հեռուստասերիալի հենց առաջին օրից սիրեցին ինչպես սցենարը, այնպես էլ հեռուստասերիալում նկարահանվող դերասաններին, նրանցից յուրաքանչյուրը սիրված ու ընդունված է հեռուստադիտողի կողմից։ Հեռուստասերիալում նկարահանվում են ինչպես արդեն հեռուստադիտողների կողմից ճանաչված ու սիրված դերասան-դերասանուհիներ, այնպես էլ նորահայ դերասան-դերասանուհիներ, ովքեր արդեն հասցրել են գրավել հեռուստադիտողների սրտերը։ Դե ինչ ավելին կարող եք դիտել հենց հիմա տեսանյութում։ Ամենահաճելի պահը, երբ բացում ես մեքենայի պատուհանները և վայելում եղանակը։ Գարուն է գալիս Երևան։ Ինչքան սիրուն ենք, չէ՞, մենք լինում արևի շողի ներքո, ֆիլտրի մասին է խոսքը։ Ում եմ Վիկտորիայից հետևից, այսօր ինչ-որ բան պատրաստելու հավես ճիշտ ասած չունեմ։ Վիկտորիան էլ պաղպաղակ էր երեկվանից ուզում, ինքը հենց արևը տեսնում է, վերջին գիտի, որ պետք է, ասենք կարելի է պաղպաղակ ուտել, որոշեցի, որ Վիկտորիայից կվերցնեմ պարտեզից, կգնանք միասին համով բաներ կուտենք ու պաղպաղակ։ Ընկերներ, ողջույն, երգի ես կուզենայի Վալենտինյան ստորի անել, բայց չեղավ։ Իմ քթի վիրահատության հետ կապված ռիլը կարծում տեսել եք, որ ես ոչ մի կերպ չեմ ուղղորդում իրականում ոչ մեկի մոտ կամ ոչ մի հստակ խորհուրդ ձեզ չեմ տալիս։ Կիսվում եմ կարևոր կետերով, թե ինչն է պետք լուծել, ինչը ոչ, հորդորում եմ գտնել լավ մասնագետի եւ վերջում։ Ես կարող եմ նաեւ տեղադրել այն հարցերը, որոնք ինձ տրվում են, թե ով այն բժիշկը եւ այլն եւ այլն, ես զուտ հարցերին պատասխանելով, որ անհատապես չանդրադառնամ, նշում եմ նաեւ իմ մասնագետի էջը։ Ես ձեզ երբեք չեմ ասել գնացեք հենց անպայման այստեղ, գնացեք այնտեղ։ Ինչ որ տիկին կամ օրիորդ, չգիտեմ, ունեցել է ինչ որ անհաջող փորձ եւ այլն, գաղափար չունեմ արդեն ինչ է խոսում, եթե որևէ հստակ բան լիներ, կարող էր դիմել համապատասխան մարմիններին եւ իր պատասխանը ստանար։ Ինձ է նա փորձում վարկաբեկել։ Երեք ամբողջ ընթացքում իմ ռիլի մեկնաբանություններում էլ ինձ տգետ, էլ ինձ ապաշնոր, ինչ ասես, որ բացարձակ իրական մեծաշող կապ չուներ ռիլի հետ։ Ու ես տենց կեղծ բարեպաշտ, մի խոսքով նման լիքը վիրավորանքներ, ու ես բնականաբար թույլ չեմ տալիս իմ էջում նման աղբ լցվի եւ հեռացրել եմ մեկնաբանությունները իրեն անձնական նամակով գրելով, որ տիկին կամ օրիորդ նախ ինձ նման հարյուրավոր մարդիկ բավական նորմալ արդյունք են ստացել, ես ինձ իրավունք եմ վերապահում խոսել այդ մասին, ու եթե նման ինչ-որ խնդիր ունեք, դիմեք ձեր թղթերով, փաստաթղթերով դատարան, ձեր խնդիրը լուծեք, ոչ թե ինքնահաստատվեք իմ մեկնաբանություններում, իսկ ինձ վիրավորելու եւ ինձ նման վատ բաներ ասելու համար, այո, ձեր քիթը պետք է կպնի գետնին եւ չշնչեք այլևս։ Ով ասաց, որ պետք է թույլ տամ ինձ վիրավորել։ Մի խոսքով, հիմա ինքը ինչ-որ sense շատ լուրջ ստորիները անում ինձնից այդ ռիլովս։ Մի խոսքով իր էջում ամբողջը ես եմ ու մեր նամակագրությունն է, որ ես իրան այդ ինչ որ նախորդ ստորիում ասացի, գրել եմ իրան։ Հետո ասեց, այդքան բան էիր, ինչա մեկնաբանություններում հրապարակավ խոսեիր հետս։ Ես չեմ ուզում հրապարակավ որևէ ինչ որ աղբ տեղի ունենա կամ դառնա տաղավար իմ էջը մեկնաբանությունները։ Ես անձնական նամակով իրան ուղղակի զգուշացրել եմ, որ ինձ չվիրավորի եւ իմ հետ գործ չունենա։ Իր հարցերը թող լուծի այլ համապատասխան մարմինների հետ։ Բանը ես սթորի կանեմ, ես էլ կարամ սթորի անեմ ու հաստատ ինձ դրանից ոչ մի վնաս չի լինի։ Բայց թե ամեն ինչ կապ ուներ նրա հետ, որ ես կեղծ բարեպաշտ եմ, մարդկանց մոլորեցնում եմ, ինչ եմ արել,
Հանգիստ թողեք ինձ ընկերներ։ Բարի առավոտ բոլորին, հուսով եմ, որ լավ եք եւ հուսով եմ, որ եղանակին առհասարակ ուշադրություն չեք դարձնում եւ եղանակը չի կարող ազդել ձեր տրամադրության վրա։ Ես աշխատում եմ ինձ վրա, ես արևային մարդ եմ, ես սիրում եմ արև, տաք, ջերմություն, բայց ես աշխատում եմ ինձ վրա, որ ընդունեմ բնությունն իր բոլոր եղանակային պայմաններով, որովհետեւ ուզում եմ կյանքս ուրախ անցնի։ Չարժե եղանակը, որպեսզի դու փչացնես քո տրամադրությունը կամ տխրես։ Սա մեկ։ Երկրորդ, շատ ուրախ եմ, որովհետև առավոտ կանուխ Armenia TV-ի աշխատակիցների, իմ գործընկերների կողմից ստացա գովեստի խոսքեր, այն, որ նայում են գոյամարտը, շատ են սիրում, որևէ ձև առաջ չեն տալիս եւ ընթացքում չեն կարողանում որևէ գործ իրականացնել, որովհետև կլանված դիտում են սերիալը։ Շատ շնորհակալ եմ, շատ, որ գնահատում եք մեր աշխատանքը, որ նայում եք հեռուստասերիալը եւ